կառավարության եւ պետական ֆինանսավորման մեծ ծավալի աշխատանքի իրականացում, մասնավորապես փողոցների կառուցման հիմնավորման աշխատանքները իրականացվում Գյումրիում 2 ավելի են այդպիսի փողոցները, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով ճանապարհային դեպարտամենտը առաջիկա տարիներին Գյումրիում յուրաքանչյուր տարի 20 կիլոմետր ճանապարհի նորոգում, միջին նորոգում եւ հիմնավորում է նախատեսում, դրա մի մասը արդեն իսկ մեկնարկել է, հասկանալի է հանձնարարական այս տարվա ընթացքում է տրվել եւ մյուս տարի հիմնական ծավալը կլինի, չնայած մենք այս տարի արդեն բավական մեծ ծավալի աշխատանքներ իրականացնում ենք եւ կավարտենք, այցելել եմ Այգաբաց ճանապարհը, Արևիկ Այգաբաց ճանապարհը, այնտեղ նախորդ տարվա վերջում ճանապարհի շուրջ կեսը արդեն ասֆալտապատվել էր, այս օրերին էլ եւ այսօր էլ վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներ իրականացվում, գոյուղու հետ կապված փոխարինման աշխատանքներ կա, դա եւս շինարար է առաջիկա օրերին կմեկնարկի եւ մենք այս տարվա ընթացքում 14 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհը ամբողջությամբ կհանձնենք շահագործման։ Շիրակացի փողոցը եւս հիմնավորվում է ճանապարհային դեպարտամենտի պատվերով կառավարության ֆինանսավորման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Սա թերևս այն շինաշխատանքներից է, որի տեմպերը որոշակի ժամանակ դանդաղել են պայմանավորված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներով, մասնավորապես ենթակառուցվածքների հետ կապված, գոյուղի եւ այլն։ Հիմա այդ աշխատանքները եւս արդեն մեծ ծավալով ընթանում են, շուրջ 1 ամիս է ակտիվ շինարարական աշխատանքներ իրականացվում եւ մենք մոտավորապես 2 շաբաթյա ժամկետում կանցնենք արդեն ասֆալտապատման աշխատանքների, առնվազն ներքին շերտի ասֆալտապատումը ամբողջությամբ այս տարվա ընթացքում ավարտեցին, կախված եղանակային պայմաններից կքննարկենք նաեւ տարվա ընթացքում վերին շերտի տեղադրման աշխատանքները, հասկանալի է Գյումրիում բնակլիմայական պայմանները աշնանը այդքան էլ երբեմն բարեհաճ չէ եւ բայց այնուամենայնիվ մենք ներքին շերտը բանենք այս տարի եւ կքննարկենք նաեւ վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Ինչ վերաբերում է որակին, այնտեղ որտեղ որակական խնդիրներ են արձանագրվել, այդ որակական խնդիրները ամբողջ հանրապետությունում շրջել ենք։ Հիմա արդեն նաև կառավարության որոշման նախագիծ են շրջանառել, որով պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող աշխատանքների մասով էլ պետական լաբորատորիայի փորձարկումները պարտադիր պայման են դարձել եւ այս դեպքում էլ էլի պետբյուջեից համաֆինանսավորումը տալու են բացառապես պետական լաբորատորիայի դրական եզրակացության դեպքում։ Հասկանալի է մեծ ծավալի շինարարական աշխատանքի իրականացում, հնարավոր է նաև որոշ հատվածներում խտրահարույց դեպքեր ունենանք, մենք նախորդ տարիներից էլ ունենք այդպիսի դեպքեր եւ այս տարվա ընթացքում շուրջ 30 կիլոմետր արդեն հանրապետության տարբեր մարզերում այդպիսի աշխատանքներ իրականացվել են, որոնց համար պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորում չի հատկացվել։ Մասնավորապես Սյունիքի մարզում Ծղու գյուղի մոտով անցնող 7 կիլոմետրանոց ճանապարհը 2023 թվականին նորոգված է, տարի նորից է նորոգվել շինարարի միջոցների հաշվին նկատել է երևի Սպիտակի ոլորանների հատվածը, դեպի Տաթև գնացող հատվածը, դեպի Ջրվեժից Ձորախտի գնացող հատվածը, Վայոց-Ձորի մարզում Երփինի հատվածը, սրանք աշխատանքներ են, որտեղ Բայանդուրի հատվածը Շիրակի մարզում, որտեղ թերություններ են արձանագրվել եւ այդ թերությունները շփվել են պետական բյուջեից երկրորդ անգամ չվճարելու պայմանով շինարարները իրենք են կրում այս վնասի ռիսկը, սա այդ տրամաբանությունն է, որով մենք ուզում ենք շինարարներին մոտիվացնել առավել քան որակյալ ճանապարհներ կառուցելու, որոնք հնարավոր կլինի երկար ժամանակ շահագործել։ Պարոն Խուդատյան, հասկանալի է, որ քանդելեն պիտի ժողովուրդը դիմանա մինչև սարքեն, բայց ինչքան կան փողոցներ, որտեղ մարտի վերջից, ապրիլից մեկնարկել է աշխատանքները եւ որոշ տեղերում նույնիսկ չենք տեսնում շին տեխնիկա աշխատանք։ Ինչի հետ է կապված առհասարակ, ինչպես վերահսկել, որպեսզի մաքսիմում, այսպես ասած, արագ լինի եւ որակով լինի եւ ժողովրդին իսկապես անհարմարություններ չպատճառի։ Երկու փողոցները, որոնք նորոգում են իրականացնում ճանապարհային դեպարտամենտով, ակտիվ շինարարական աշխատանքները իրականացվում են։ Գյումրի քաղաքի մեջ մյուս փողոցները ինչի մասին դուք կարծում դա նկատում եք ինձ եւս մտահոգում է, որովհետեւ այդ երկու փողոցներում ստեղծվել է իրավիճակ, երբ որ 27 փողոցի շինարարական աշխատանքների մրցույթում հաղթող են ճանաչվել ընդամենը 2 կազմակերպություններ եւ մենք ճանապարհն էլ Մարզպետ Արուշանյանի հետ քննարկում ենք մեր հետագա ծրագրերում այն տրամաբանության մեջ մրցութային գործընթացը կազմակերպեն, որ հնարավորինս շատ լոտեր դրվեն մրցույթի եւ հնարավորինս տարբեր եւ մեծ կարողություններ ունեցող շինարարներ մասնակցեն։ Շինարարական ընկերությունների կարողությունները սահմանափակ են, ցանկությունները երբեմն ավել են լինում հնարավորություններից եւ ինձ համար էլ է մտահոգիչ, մենք առաջիկայում Շիրակի մարզում եւ մասնավորապես Գյումրիում
Բզեբով իրականացվող ծրագիր ունենք նաև 25 կիլոմետրի ասֆալտապատման աշխատանքներ։ Այս դեպքերում մենք պետք է լոտերի այնպիսի բաշխում անենք, որ շինարարները կարողանան իրենց հնարավորությունների օբյեկտիվ չափով մրցութային գործընթացների մասնակցել եւ մրցութային գործընթացներում հաղթել։ Իսկ այս պայմ եղած խնդիրները արդեն քննարկել ենք շինարարական կազմակերպությունների հետ։ Իրենք վստահեցրել են, որ մինչև ուշ աշուն, որքան եղանակային պայմանները թույլ տան, սկսած մյուս շաբաթվանից արդեն ասֆալտապատվող եւ շահագործման անունով փողոցներ կունենանք, այդ թվում նաև պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակում։ Պարոն Խոդարյան, մեր ազատության տեղեկություններով կան համայնքներ, որտեղ սուբվենցիոն ծրագրերը այսպես ասած գրություն է գնացել, որ տեղափոխեն հաջորդ տարի։ Օրինակ կոնկրետ Կապանից ունենք նման պատասխան, որ գրություն է գնացել, որպեսզի այս տարվա սուբվենցիոն ծրագրերը հաջորդ տարի ինչով է պայմանավորված։ Խոսքը բացառապես վերաբերում է ժամկետի խախտումով տարածքային կառավարման եւ անդրադառնալի նախարարության ուղարկված սուբվենցիոն ծրագրերին, երբ որ մենք տարեսկզբին սուբվենցիոն աշխատանքների համար ժամկետ ենք սահմանում մինչև օրինակ ապրիլի 1-ը, երբեմն ստիպված է լինում մայիսին, հունիսին, հուլիսին ստացած հայտեր էլ դիտարկվել է տարվա ընթացքում շիր աշխատանքների իրականացնելու համար, բայց այս process-ը անվերջ շարունակվել չի կարող եւ մի պահից առաջարկվել հավաքել այդ աշխատանքները արել հաջորդ տարի։ Դրանով է պայմանավորված։ Բացառապես դրանով է պայմանավորված փոխվարչապետ Վանաձոր, Կապան, հանդիմադիր համայնքապետեր ունեցող համայնքներ։ Վանաձորում ընդդիմադիր համայնքապետ չկա, Վանաձորում համայնքի ղեկավարը առնվազն ընդդիմադիր քաղաքական հայացքներ չունի։ Ինչ վերաբերվում է Կապանին, պիտի ասեմ, որ Կապանը Սյունիքի մարզում ամենամեծ ծավալի սուբվենցիոն աշխատանքներ իրականացնող համայնքներից մեկն է։ Այդ բոլոր աշխատանքները հաստատել եւ համաֆինանսավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ հետեւաբար, եթե մենք քաղաքական հայացքներով նայենք այս աշխատանքներին, այդ ծավալի աշխատանքներ չենք հաստատի։ Բացառապես դրանով է պայմանավորված, մենք 2026 թվականի ընթացքում ռեկորդային ֆինանսական կշիռ ունեցող հայտեր ենք հաստատել, որոնք վերաբերում են համայնքային ենթակառուցվածքների տարբեր ուղղությունների զարգացմանը, մանկապարտեզներ, ջրագծեր, գազատարներ, լուսավորության ցանցեր, այգիներ, բնականաբար ասֆալտապատման աշխատանքներ, խմելու եւ ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ եւ այս տարի առաջին անգամ իմիջիալից որոշել ենք, որ 2027 թվականի սուբվենցիոն հայտերը կհավաքենք մինչեւ 2027 թվականի տարեվերջ, մենք այդ ընթացքում 2026 թվականի տարեվերջ, 2026 թվականի մինչեւ տարեվերջ կամփոփենք ամբողջությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը կանենք եւ հաստատվող հայտերի դեպքում արդեն համայնքները կկարողանան 2027 թվականի օրացիային տարվա մեկնարկից սկսած շինի աշխատանքներ իրականացնել։ Պարոն նախարար, նաև կապսի ջրամբարի մասով ինչ կասեք, ուր են հասել պայմանագիր խզման գործընթացը։ Պայմանագիրը չինական կապալառու ընկերության հետ արդեն խզվել է։ Հիմա մենք նոր նախագծի պատվիրման փուլում ենք, որտեղ գոյություն ունեցող ծավալները շուրջ կկրկնապատկվեն եւ նոր նախագիծը վերաբերվելու է արդեն 60 միլիոն խորանարդ մետր ծավալի։ Այս մասով նախագիծը պատրաստ լինելուն պես միջազգային ընթացակարգերին համապատասխան կդրվի մրցույթի եւ ես հույս ունեմ եւ վստահ եմ, որ մենք մյուս տարվա սկիզբ այդտեղ շինարար կունենանք եւ արդեն շինաշխատանքները կսկսեն։ Ջրածոր գյուղի հետ կապված պարոն նախարար։ Գյուղի հետ կապված պլանները նույնն են, ինչ ունեցել ենք, այսինքն այս ծավալների մեծացումը ենթադրում է շարունակել է նույն տրամաբանության մեջ, ինչով որ արել ենք, այն հատվածներում, որտեղ տեղափոխման անհրաժեշտություն կա, այդ տեղափոխումը իրականացնել։ Պարոն Խոդարյան, ես քննադատում եմ, որ նկարվում եք, գնում եք շինհրապարակներ, ասֆալտ, անդիմություն է խորհրդանից, քննադատեց, որ գնում նկարվում, նկարները հրապարակում եք եւ կամով այսպես սահմանափակում եք։ Նախարարի գործունեությունը հրապարակային գործունեություն է, այսինքն եթե նախարարը այցի անում, պիտի հնարավորություն կա նաև լրագրողների եւ հանրության այս տրամաբանության հաշվելու։ Եթե նկատի ունեք Սևակ Խաչատրյանի հայտարարությունը ազգային ժողովում, դա այլ պատմություն է։ Ես առաջարկում եմ լրագրողներին շահարկել իր հետ ընտրական ուրեմն տրավմաները, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե մի տարվա ընթացքում, մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ ընտրություն պարտված մարդու համար ինչքան դժվար է ազգային ժողովում ելույթ ունենալ, դա ամբողջովին այլ պատմություն է։ Պարոն Խոդարյան, Գյումրիում իշխանափոխություն անելը արդյոք կա օրակարգում։ Եվ ի՞նչն է խանգարում համագործակցել։ Չկա, չէ, քաղաքապետի պաշտոնակատարը, հիմա իրեն տեղյակ չեք պահել, որ ձեր շրջայցկադարի Այս պայն մասը չի, որովհետև արձակուրդում է գտնվում, եթե իմ տեղեկատվությունը ճիշտ է։ Եթե արձակուրդում չգտնվեր, հույս ունեմ, որ այցին կմասնակցի։ Իսկ իշխանափոխություն անելու ծրագիրը Վարչապետի հայտարարությունը
ուժի մեջ է եւ մեզ համար քաղաքական մեծ կարեւորություն կա Գյումրիի հետ կապված եւ մենք ցանկացած հաջորդ պահի պատրաստվում ենք Գյումրիում ընտրություններով իշխանություն քաղաքային իշխանությունը վերցնել, որովհետեւ այն բարձրացած խնդիրները, որոնց մասին ասացիք, դրանց զգալի մասը կապված է նաեւ համայնքային իշխանությունների կառավարության հետ ոչ համակարգված աշխատանքի մասով, ակնհայտ է, որ խզում կա, դրա մասին առաջին անգամ չի որ ասել եք, բայց այդ խզումով հանդերձ մենք փորձում ենք նաև Գյումրիում չկանգնեցնել մեծ ծավալի շինարարական աշխատանքները, ընդհանրապես ավելի մեծ ծավալ հաղորդել դրան, ելի նույն տրամաբանությամբ ինչ որ գործընկերը ասում էր կապանի մասով, երբեք աշխատանքներ իրականացնելուց ոչ մի պարագայում քաղաքական նպատակահարմարությամբ չենք շարժվել եւ Գյումրին մեզ համար նույնքան թանկ ու կարեւոր է, որքան կապանը եւ որքան հանրապետության այն համայնքները, որտեղ քաղաքացիական պայմանագիրը ունի իշխանություն, այս մասով տարբերություն չկա։ Պարոն Խուդատյան, արդյոք ճիշտ են այս խոսակցությունները, որ Գյումրիում իշխանափոխություն իրականացնելու տարբերակներից մեկը խոշորացման գնալն է, եւ եթե այո, հնարվում է համայնքները նույնիսկ ոչ արգելի գործընկերներ կառավարությունում եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում այդ քննարկում չկա։ Խոշորացման թեման մեր համար ակտուալ է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքների մասով, մենք հիմա էլ կառավարության որոշման նախագիծ ունենք, որով պլանավորում ենք ուրեմն Արարատի մարզի Արարատ եւ Դեդի համայնքների միավորում իրականացնել եւ նաեւ ուրեմն Վանաձորի եւ Քամբակի միավորում իրականացնել։ Գյումրիի հետ կապված մենք միավորման հարց երբևէ չենք քննարկել եւ մեր ասպային աշխատանքային օրակարգում նման հարց չունենք։ Ինչու Արտիկն ու Ախուրյանը առանձնացվեցին թիմ ընտրություններից, որտեղ էլի նոյեմբերին կարծեմ նախատեսված ուներ այստեղ առաջնահերթություններ երկու համայնքների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի համար 4 ընտրական օրեր է սահմանել։ Սեպտեմբերի վերջին կիրակին, հոկտեմբերի վերջին կիրակին, նոյեմբերի վերջին կիրակին եւ դեկտեմբերի երկրորդ կիրակին ընդհանուր տեղաբաշխում են իրականացել ոչինչ ավելի։ Այսինքն կան համայնքներ, որտեղ սեպտեմբերին են իրականացվում թիմ ընտրությունները, համայնքների զգալի մասում հոկտեմբերին եւ նոյեմբերին են իրականացվում եւ այն համայնքները, որտեղ եղանակային պայմանները թույլ կտան դեկտեմբերին իրականացնել, քննարկում ենք դեկտեմբերին իրականացնելու հարցը, այնպես որ այստեղ որոշակի տրամաբանությունը թերևս դրանով է պայմանավորված, այսինքն ընդհանուր տարբերություններ մեկ ամիս ամիսը ոչ ավել ժամանակ։ Խուդատյան, հեցի հետ կապված արդեն այսպես ասած կա կնային առաջարկ եւ եթե պիտի հանձնվի այլ ընկերության կառավարումը, արդյոք արդեն գտել եք այդ ընկերության նախկինը հետ ընկերությունը արդյոք։ Հիմա հետը գտնվում է պետականացման վերջին փուլում, երբ որ այդ փուլը ավարտվի, եւ պետությունը ամբողջությամբ դառնա հետի սեփականատեր, ինչպես վարչապետի կառավարության նիստերից մեկը հայտարարեց, մենք քննարկում ենք օպերատորներ գրավելու հարցը, այն տրամաբանության, որ պետությունը այնտեղ կպահպանի որոշակի բաժնեմաս, որը մեզ հնարավորություն կտա կառավարման որպես քրիտիկական նշանակության ենթակառուցված կառավարման process-ներում մանդատ ունենալ եւ մաս կազմել Այսպայն արկա տեղեկատվությունը է, քանի պետականացման գործընթացը հաջողությամբ չենք ավարտել, իսկ ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց արդեն հաջողությամբ ավարտած կլինենք, չենք կարող քննարկել եւ այդ մանրամասներ ասել մեր աշխատանքների։ Օպերատորի փնտրտուք կա, արդեն այսպես ասած, գիտեք ով է լինելի օպերատոր, թե հստակություն չկա այսօր։ Ոչ, այս մասով հստակություն չկա, նախ եւ առաջ կարևոր է այստեղ պետականացման գործընթացը ավարտել, որից հետո արդեն որպես պետական եւ քրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածք կքննարկենք նաեւ վստահաբար նորմալ պատշաճ ծառայություններ մատուցող միջազգային օպերատորի ներգրավման տարբերակների մասից տրամաբանության, որ պետությունը այնտեղ որոշիչ ուրեմն դերակատարում կբախվի ամբողջ կառավարման ընթացքում։ Ռուսական երկաթուղու հետ քննարկում ունեք կոնսենսուս, չգիտեմ, այդ կառավարման հետ կապված հարցը ուր ենք հասել։ Նոր իրավիճակ այնտեղ չունենք, իրավիճակը այն է, ինչի մասին նախորդիվ հայտարարվել է, մեզ համար երկաթուղին էլի առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածք է, մենք այնտեղ որոշակի հատվածներում հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ ենք պլանավորում, Ախուրիկի հատվածի մասով նախագծման աշխատանքների մրցութային գործընթաց ենք հայտարարել եւ այդ տրամաբանության մեջ շարունակում ենք այս բանը մեր Այսինքն առաջիկայում Ախուրիկով կսկսվի շինարարությունը։ Նախագծման աշխատանքներ ենք հայտարարել, նախագծման աշխատանքների մրցույթ ենք հայտարարել եւ օրենքով սահմանված կարգով, եթե մրցույթում հաղթող կազմակերպություններ ունեն, հնարավորինս արագ ժամկետում նախ կանցնել նախագծման փուլին, հետո նաեւ արդեն ուրեմն շինարարական աշխատանքների մրցույթի եւ նույն շինարարության Անի կամուրջի մասին ինչ կասեք։ Անի կամուրջի մասով Թուրքիայի գործընկերների հետ քննարկում է եղել, այնտեղ
գրեթե ավարտական փուլում են արդեն պայմանավորվածությունները եւ անի կամուրջը հնարավորինս կարճ ժամանակում այնտեղ աշխատանքները կմեկնարկեն սրա մասին նաև վերջերս իմ եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ վարողի հետ հանդիպման ժամանակ ենք քննարկել այս մասով գրեթե շինարարությանը մոտ Պարոն Խոդացյան, իսկ ախր քաղաքի երկաթուղուց արդյոք հայ գործարարներն օգտվում են, կարողանում են օգտվել ինչ տեղեկություններ ունեն, քանի որ նախապես հայտարարվեց, որ իրենց համար եւս կապուկին բաց է։ Վրաստանի մեր գործընկերները եւ ոչ միայն պատրաստակամություն են հայտնել այդ նաև իմ ախալքալակ կատարած այցի ընթացքում, որ հնարավորություն կա հայաստանյան գործարարների համար օգտագործելով այդ երկաթուղին բեռներ ներմուծել եւ արտահանել։ Մենք դրա մասին ուրեմն այդ թվում նաև ընթացակարգերի մասին մեր գործարարներին ասել ենք եւ վստահ եմ, որ առաջիկա կարճ ժամանակահատվածում իրենք սկսեն օգտվել այդ հնարավորությունից եւ կկարողանան այս միջոցով Հայաստանի բեռները հասցնել այդ թվում եվրոպական երկրներ, որոնք Եվրամիության անդամ չեն եւ շուկայի հետ կապված առավել ճկունություն ունեն, օրինակ Բուլղարիա, օրինակ Մակեդոնիա եւ այն երկրները, որոնց հետ հնարավոր կլինի ապրանքաշրջանառություն իրականացնել։ Սա նոր շուկայի հնարավորություն է մեզ համար եւ վստահ եմ, ինչպես նախորդ բոլոր դեպքերում մեր գործարանները օգտվելու են այս շուկայի ընձեռած հնարավորությունից։ Յուրի կարծը միջազգային մրցույթներ Շինարարական աշխատանք, նախագծման աշխատանքների մասով միջազգային մրցույթ է հայտարարվել, բնականաբար հաշվի առնելով, որ հայաստանյան նախագծող եւ հայաստանյան կառուցող ընկերությունները այս մասշտաբի աշխատանքների իրականացնելու գործ ունեն, ինչպես կամուրջների դեպքում, ինչպես նմբերների դեպքում, երկաթուղի դեպքում էլ մենք գնում ենք սովորաբար միջազգային մրցույթներ իրականացնելու ճանապարհով, այս դեպքում այո միջազգային մրցույթ։ Անկերսերի քանակ ես կսակած լեհության ու բանոջան քննարկում են այդ հարցը, հանրապետությունը մի տրամաբանության մեջ պիտի լինի, բայց հասկանալի է, որ նաև մենք այս հարցը քննարկելիս հաշվի ենք առնում հավանական են ուղղությունները, որոնցով մենք կկարողանանք միանալ եւ նույն ստանդարտի կամ նույն ստանդարտին մոտ լուծումներ ենք փորձում տալ։ Տարածաշրջանում երկու ժամանակների ժառանգություն կա, մեկը հետխորհրդային երկաթգծերի ժառանգությունն է, մեկը Թուրքիայում ավելի եվրոպական ստանդարտներին մոտ բնականաբար այնտեղ շատ սինխրոնացնել հնարավոր չի լինի, որտեղ տարածաշրջանում տարբեր երկրներ տարբեր ստանդարտներով են այս մասում առաջնորդվում, բայց ինչպես ախալքալակի ուրեմն երկաթուղու կայարանում կա բեռնափոխադրման եւ տեղափոխման հնարավորություն, այնպես էլ աշխարհի շատ երկրներ ունեն եւ այնպես էլ Հայաստանը կկարողանա ունենալ եւ դա մեծ հաշվով երկաթուղով բեռների տեղափոխման խոչընդոտ չի։ Հարգելի գործընկերներ, սա դերևս ձեզ ու Ադրբեջանի նախագահ հայտարարեց, որ իրենց մասնագետները եկել Հայաստան սյուների տեղադիրքերի որոշման աշխատանքներ են կատարել։ Որքանով է սա ընդունելի ձեզ համար կամ հայ հասարակության համար, որ ադրբեջանցի մասնագետն է որոշում տեղադիրքերը կամ Հարգելի գործընկերներ, այդ տրամաբանության մեջ չի ասվել հայտարարությունը, ասվել է, որ համատեղ աշխատանքներով համատեղ աշխատանքային խմբեր ուսումնասիրում են եւ այո, համատեղ աշխատանքային խմբերը տարբեր երկկառուցվածքների մասով են ուսումնասիրություն անում, շատ ժամանակ նաեւ այդ աշխատանքային խմբերը տեղափոխվում են մի երկրից մյուսը, որտեղ հասկանալի է, երբ որ քննարկում ենք ենթակառուցվածքների սինխրոնացման հարցը, նրանց կապելու հարցը, այնտեղ հարցեր են առաջանում, որը անհրաժեշտ է նայել եւ Հայաստանի մասով եւ Ադրբեջանի մասով, այնպես որ սա սովորական աշխատանքային process է, հնարավոր չէ օրինակ մի երկրի էներգետիկ համակարգը ուրեմն կպցնել մյուս երկրի էներգետիկ համակարգում, բայց գտնվել եւ դուրս չգալ այդ մի երկրի սահմաններից, այսինքն սա աշխատանքային process է, որին կարծում եմ պիտի ոչ թե վատ չվերաբերվենք, այլ որին պիտի դրական վերաբերվենք, որտեղ այդ թվում մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի համար կարևոր է մեր էներգետիկ համակարգերի միացումը, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի էներգետիկ համակարգերին, որովհետև դա եւ մեզ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություն է տալիս եւ մեզ էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորություն է տալիս Հայաստանը տարածաշրջանում դիրքավորվել է որպես էլեկտրաէներգիա արտադրող երկիր եւ մեզ համար կարեւոր է ունենալ հնարավորություն մեր երկրի արտադրանքը այդ թվում հարևան բոլոր պետությունների միջոցով հնարավոր լինի արտահանել Հայաստանի Հանրապետությունից կամ ըստ անհրաժեշտության ներմուծել էլեկտրաէներգիա այնպես ինչպես Վրաստանի հետ ենք հաջողությամբ իրականացնում, ինչպես ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ենք հաջողությամբ իրականացնում, այդպես էլ մենք առնվազն բաց ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրեր իրականացնելու մասին։
ճիշտ ասեմ, ժամկետների փոփոխություն է նշվում եւ պատճառները։ Պատճառը կոյուղու հետ կապված աշխատանքներն են, ջրագծերի հետ կապված աշխատանքներն են, հարգելի գործընկերներ, պիտի ասեմ, որ սովորաբար ճանապարհային դեպարտամենտը ներքաղաքային փողոցներ որպես այդպեսին չի հիմնանորոգում կամ չի նորոգում, սա մեզ համար էլ մեծ բարդություն է ներկայացնում, որտեղ տակը ճանապարհի ներքևում կան ենթակառուցվածքներ, կոյուղի, ջրագծեր, հաճախ նաև գազամատակարարման ցանցի անցկացված, որոնք խորհրդային միջոցով այդ ժամանակներում անցկացվել եւ հասկանալի է, որ հիմա դրանք եւս ենթակա են փոխման ճանապարհի հիմնանորոգումից առաջ։ Դրանով է պայմանավորված մի պահ տեմպերը դանդաղել էր, վերջին 1 ամսվա ընթացքում տեմպերը ավելացել են, այսօրվա տեմպերը եւս ավելացած են, տեսնում եք շինարարական ակտիվ շինարարական երուզերը եւ եթե ասեք, որ դա իմ այցով է պայմանավորված, ես պիտի ցույց տամ իմ եւ մարզպետի եւ իմ եւ ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուրեմն խոսակցությունները, նամակագրությունը, որտեղ օրվա ընթացքում պարբերաբար նյութերով են փոխանակվում իրար հետ եւ նախորդ օրերին եւս վերջի առնվազն վերջի 1 ամսում Շիրակացի փողոցում ակտիվ շինարարական աշխատանքներ են։ Շինարարի հետ էլ կարճ խոսակցություն ունեցանք, իրենք էլ վստահեցին, որ երկշաբաթյա ժամկետներն են կանցնելու ենք արդեն երթևեկամասի ասֆալտապատման աշխատանքներին, այնպես որ ըստ դրամաբանության մեջ աշխատանքները շարունակելու ենք այնքան ինչքան եղանակային։ Ժամկետը երբ է սահմանվում եւ խորենացու հատվածն ներքևի մասը արդյոք հետագայում Ես իմ խոսքի խորենացու փողոցի մասը այո ընդգրկվելու է, մենք այնտեղ նախագծման աշխատանքներ ենք հիմա պլանավորում իրականացնել, իսկ ինչ վերաբերում է ժամկետին, ասացի, որ եղանակային պայմաններով պայմանավորված փորձելու ենք ձգտել նաև վերին շերտը ամբողջությամբ տեղադրել, իսկ եթե եղանակային ու ամենայնիվ խոչընդոտող հանգամանք դառնա, առնվազն ներքին շերտը ավարտած կլինենք, դրանով այս անհարմարության զգալի մասը այլևս կմնա անցյալում եւ հույս ունեմ, որ գյումրեցիները ըմբռնումով են մոտենում այս ծավալում իրականացված շինարարական աշխատանքներում որոշակի ժամկետների խախտման, ինչի համար ես ինքս որպես ճանապարհաշինական ոլորտի պատասխանատու գերատեսչության ղեկավար ներողություն եմ հայցում, բայց պիտի ասեմ, որ գյումրեցիները պիտի զինվեն ամբողջությամբ, որովհետև առաջիկա ժամանակահատվածում մենք իսկապես աննախադեպ ծավալի աշխատանքներ են պլանավորում իրականացնել, յուրաքանչյուր տարվա ընթացքում 25 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքը ինքը միայն նախատեսում է մոտ 1/10-ի հասնող փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել։ Պրոցեսի մեջ հասկանալի է, մեզ հիմնականում հանդիպում են բարեխիղճ շինարարներ, երբեմն հանդիպում են անբարեխիղճ շինարարներ, երբեմն մեր ցանկությունները ավելի մեծ են, քան շինարարների կարողությունները, այնպես որ եթե յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում մոտավորապես 750 կիլոմետր եւ ավել ճանապարհ է կառուցվում, վերակառուցվում, նորոգում եւ հիմնանորոգում եւ այդ ամբողջ աշխատանքների զգալի մասը, այսինքն ամբողջությամբ անցնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունով եւ շուրջ 500 կիլոմետրի ճանապարհային դեպարտամենտով, հետեւաբար մեզնից ակնկալել անթերի աշխատանք հնարավոր չի, բայց մեզնից ակնկալել շարունակաբար լավացող որակներ, դա վստահաբար այդպես է, ինչի ականատես է վերջին տարիներին վստահում քաղաքացիները եղել են։ Տարամապերտի մասը ասեք, Մանավանդ Շիրակի մարզի բնակիչները տեսել են, որ մենք կարողանում ենք հրաշալի ճանապարհներ կառուցենք եւ հյուսիս-հարավի դեպի Գյումրի եկող հատվածը, որը այս տարի հանձնեցինք երթևեկության, դրա մասին նաեւ վկայում միջազգային ստանդարտներին համապատասխան ճանապարհ է։ Իմիջիայլոց պիտի ասեմ, որ մենք հյուսիս-հարավում ինտենսիվ շինարարական աշխատանքներ ենք իրականացնում, հարավային հատվածում հաջողությամբ աշխատանքներ են անում Մեղրի, ուրեմն Քաջարան, Մեղրի Ագարակ այդ հատվածում 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհում զգալի մասը աշխատանքների շուրջ 60% ավարտված է եւ մենք մյուս տարվա տարեվերջին կամ 2028 թվականի տարեսկզբին պլանավորում ենք այդ հատվածը, ինչպես Գյումրի ուրեմն աշտարակ հատվածը եւս հանձնել շարժվեց։ Խուտակյան, իսկ Եսայան Տիմիրյազև հատված գնալու եք, թե չէ։ Ուր, որը։ Եսայան Տիմիրյազև։ Չէ, այցի մարտի վերջից խանդվածը եւ ոչ մի աշխատանք չի տալու։ Դրանց հետո գումարած կոյուղաջրերը։ Հենց այսօր արդեն այստեղից ճանապարհային դեպարտամենտի մեր գործընկերները կգնան ձեր ասած շինարարական օբյեկտը տեսնելու, իսկ ես մարզպետի հետ պիտի վզեվի գործընկերների հետ քննարկում ունենամ ուրեմն անի եւ մուշտաղամասերի հիմնանորոգման աշխատանքների մասով, որին իմիջիայլոց ոնց գիտեմ մասնակցել են նաեւ
Գյումրիի քաղաքապետարանի մեր գործընկերները, այսինքն հասկանալի է քաղաքում իրականացվող աշխատանքը, մենք այդ աշխատանքի եւ բոլոր աշխատանքների մասով բաց են գործընկերների հետ եւ նման կաշկանդվածություն չունենք, իրենց էլ օրդերում ենք, իրենք էլ նման կաշկանդվածություն չունեն աշխատանքների։ Պարոն Խուդաջյան, Արամաբերդի եւ համաշխարհային բանկից ծրագրից դուրս մնացած Գյումրիի երկու փողոցների շինարարություն։ Արամաբերդի մասով շինարարական աշխատանքները որոնք 2022 թվականին իրականացվել, արդեն ճանապարհային դեպարտամենտի գործընկերներին հանձնարարել են այսօր այդ շինօբյեկտը եւ այդ հատվածն ինչպես հանրապետությունում մի շարք ճանապարհներ, որոնց մասին ուղարկեցի, վերանորոգվեն եւ տեսքի կբերվեն էլի կապալավի ընկերության միջոցների հաշվին առանց պետական բյուջեից դրացիչ ֆինանսավորման։ Իմիջիայլոց այս թեմային շարունակաբար անդրադառնում եմ, բայց շատ կարեւոր է նորից կրկնել քաղաքացիները, ովքեր հասնում են օրինակ երկրի ճանապարհով, ովքեր հասնում են օրինակ սպիտակի բոլորաններով, իրենք տեսնում են, որ նախորդ տարիներին իրականացված 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ իրականացված ճանապարհները քանդվում եւ նորն են կառուցվում։ Իրենք տեսնում են ընդամենը ճանապարհի այդ մասը եւ իրենք բովանդակությունից շատերը ուրեմն լավատեղյակ չեն եւ պարտադիր էլ չի որ լավատեղյակ լինեն, բայց ուզում եմ ասել, որ նման օրինակ բոլոր դեպքերում երբ որ կտեսնեք 2, 3, 4, 5 տարի առաջ կառուցված ճանապարհներ, որոնք քանդվում եւ նորն են կառուցվում, բնակիչները պիտի վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ համայնքային բյուջեներից երկրորդ անգամ այդ աշխատանքների վճարում չի լինի։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք սրանով նաեւ պատասխանատվության նոր շեմ եւ նոր սանդղակ ենք սահմանել, մասնավորապես ունենք շինարարական օբյեկտներ, որտեղ 19 կիլոմետր նախորդ 2024 թվականին եւ 2025 թվականին կառուցված 19 կիլոմետր ճանապարհ քանդում են եւ ամբողջությամբ այդտեղ նոր ճանապարհին ամբողջությամբ վերին շերտով շինարարի միջոցների հաշվին։ Համաշխարհային բանկից մնացած փողոցները նախագիծը ասում են, որ դուք եք տեղյակ եք, ձեզ են դրանից եկել տեսել Նախագիծ է արվում։ Մենք հիմա նախագծման փուլում ենք գտնվում եւ առհասարակ առաջիկայում արդեն պլանավորում ենք, այսօր էլ կարծում եմ այսօր կամ մոտորելին կամ փոփենք Գյումրիում հաջորդ 25 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքների փողոցները եւ երբ որ արդեն ամփոփիչ ունենանք այդ ցանկը, դրա մասին մարզպետը հրապարակային կայացրել է, այսինքն Գյումրիի բնակիչները կիմանան թե 2027 թվականի ընթացքում մենք 25 կիլոմետր ասֆալտապատման ինչպիսի տեղաբաշխվածություն ունենք, դա վստահաբար ընդգրկուն է լինելու, վստահաբար այդ ծավալի աշխատանքը 1 տարվա ընթացքում կամ կարճ ժամանակ Գյումրիում նախկինում իրականացված չի լինելու, ինչի ֆինանսական գնահատականը եւս մեծ է լինելու։ Պիտի կարևորեմ այս աշխատանքը, պիտի շնորհակալություն հայտնեմ նաեւ ճանապարհային դեպարտամենտի գործընկերներին, որովհետեւ սովորաբար մեր գործընկերները մայրուղիներ, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներ են կառուցում, իսկ հիմա մայրաքաղաքի մեր գործընկերներին եւ Շիրակի մարզի ու Գյումրիի մեր գործընկերներին հետ համատեղ մենք իրականացնելու ենք արդեն մայրաքաղաք Երևանում եւ Գյումրիում յուրաքանչյուր տարի շուրջ 75 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքներ, ինչը հասկանալի է այս ինտենսիվ երթևեկության պայմաններում, կոմունիկացիայի այս պայմաններում, երբ որ բավական վաղուց գծեր կան ճանապարհների տակ կառուցված, այստեղ իրականում դժվար է եւ մեծ չանքերը պահանջում, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով եւ առաջիկա տարիների ընթացքում դուք վստահաբար կտեսնեք դրա օրինակը։